Ինչ ես անում։ Սպասում կատանի։ Ինա, բարև, ոնց եք, ինչ կա չկա։ Ես ուր ես կորել, արդեն վախենում էինք։ Ինչի։ Դե դու են փոքր երեխաների նման ես, եթե 2 րոպե սենյակում լուռ ես մնում կամ քեզ ես վնասում կամ ինչ-որ բան ջարդում ես։ Ոչ ջարդել եմ, ոչ էլ ինձ եմ վնասել։ Ուղղակի Լեայի համար եմ անհանգիստ։ Ապրես, Լեայի համար բոլորս ենք անհանգիստ, դու մենակ չես։ Չգիտեմ ինչ անեմ, ինչով օգնեմ։ Սիրտս արդեն պայթում է։ Էռնա, դու ամենավերջին մարդն ես, որ կարող է Լեային օգնել։ Եթե մենք չենք կարողանում, դու հաստատ չես կարողանա։ Այսօր ոնց որ թարս ոտքից ես հարթնացել։ Արի շարունակենք, լավ, շատ շնորհակալ եմ անհանգստության համար ու վերջ։ Ինա, շնորհակալ լինել պետք չի։ Ես իմ ընտանիքի համար եմ անհանգստանում։ Դու այդ ընտանիքին այնքան ես վատ դրության մեջ դրել, որ հավատա չեմ հավատում։ Չարացած ես հա իմ հանդեպ։ Լավ չի։ Չարացած չեմ։ Ես ուղղակի կարծիք եմ կազմում ու անցնում եմ առաջ։ Ինա, օրը կգա, ամեն ինչ կկարգավորվի ու դու քեզ վատ կզգաս իմ հետ սենց արհամարական խոսելու համար։ Թող գա, ես էլ վատ զգամ։ Իսկ հիմա աշխատում եմ։ Եթե քաղցած ես, ինչ-որ բան պատվիրի։ Ես մեր անզորությունից արդեն գժվում եմ, լուրջ եմ ասում։ Դե չենք կարողանում օգնենք, ինչ անենք։ Ախր շատ ա սիրում է Լեոին։ Բայց չարժի դրա պատճառով այս վիճակին հասնել։ Հելեն, ոչ մեկս չգիտենք այդ վիճակում որ լինենք, ինչ կանենք։ Գոնե կարողացանք խոսենք, մի քիչ սիրտս հանգստացավ։ Հա, գոնե շուշուտ գանք մոտը, որ իրան մենակ չզգա։ Ես իմ չգիտեմ։ Ես արդեն սենց պատրաստված սպասում էիր, հա։ Հա, վերցրու գնա։ Այսինքն այդքան արածիցդ հետո գաս մեր տուն։ Ես փորձեմ ինչ-որ շարունակություն, ներման կետ գտնեմ ու վերջում պատասխան նես լինի։ Դու ինձ ձեռ ես առնում։ Աման վեշերդ վերցրու գնա, խոսալու բան չկա։ Կգնամ, չվախացրիր։ Բայց իմացի, որ իմ հանդեպ արածը մի օր դիմացը տա գալու։ Չես մարսելու ինձ ստորացնելը։ Լսի քեզ ոչ մեկ չի ստորացնում։ Ինչ ես ուզում, չես տնում հանգիստ նստած եմ հազիվ։ Գնա էլի։ Ու ոնց էլի։ Այսքան պայքարի իրար հասնելը մի րոպեում ջուրը գցեցիր։ Էս էր սիրելդ։ Ու ինչ սրտով ես շարունակելու ապրել իմանալով, որ ինձ դժբախտացրիր։ Չնայած ինչ սրտով որ դավաճանեցիր, այդ նույն սրտով էլ շարունակելու ես ապրել։ Ումից ինչ եմ հարցնում։ Ասեցի գնանք առանձին ապրենք, մի քիչ կտրվենք ամեն ինչից, ընդհանրապես հասկանենք ինչ եղավ մեր հետ, որ փորձեմ ներեմ քեզ, ու քիչ չի քեզ հիմարի պես ես պահում, մի հատ էլ այսօր սենց բան ես անում։ Լսի վերջին անգամ եմ ասում ինձ հունից մի հանի գնա։ Չես պատկերացնի ոնց եմ զզվում քեզնից։ Ոչինչ, չփոշմանես։
Անիծվի են օրը, որ քեզ ընտրեցին ձեր տուն կա։ Պատասխան ես տալու։ Մենակ դու չէ, ամբողջ ընտանիքը պետք է լսել իմ մասին։ Ինչ եք տենց նայում։ Ես ճամփորդության ես գնում։ Իմ տուն եմ գնում։ Ամեն մարդ պետք է իրան հարիր ապրի։ Որ սխալ տեղ է հայտնվում, միշտ դուրս է շպրտվում։ Ինձ ոչ մեկը դուրս չի շպրտել, ես իմ կամքով եմ գնում։ Ինչ ափսոս։ Շատ ամոթ իմ տողում, որ քեզ ըստ արժանվույն չգնահատեց։ Ափսոս։ Պատասխան եք տալու։ Ուզում ես տաքսի կանչեմ։ Լավ է, արա։ Ես քո համար ուրեմն այդքան փոխվեմ, այդքան դեմ գնամ իմ պրինցիպներին, տնեցիկից դեմ գնամ, արա։ Դու իմ հետ սենց վարվես, հա, թողես գնաս։ Համ երկու անգամ մեկի հետ շփմանք, տես պատմություն պատի սարքեիր։ Ոչինչ, ես քո քթերից անես կբերեմ, որ կիմանաս։ Հեսա կտենա շփվելը ոնց ալում։ Ավո լսում ես ինձ։ Հա։ Լսում եմ, ցավը տանեմ, ուղղակի ինձ բաներ ասացի, որ խոսալու ունակությունը կորցրեցի։ Ուզում էիր պարզել եմ։ Մի բան էլ պետք է անես։ Մի բան էլ պետք է պարզես ու շատ արագ, ցավը տանեմ, այդ աղբորդ համար ես անում։ Շատ շուտ ճշտում ես այդ երեխու ու այդ երեխու տարած մարդկանց տեղը։ Կարող է գիտես ձեռս կախարդական փայտիկ կա։ Լսի ինգերս, այդ շատ կարևոր ինֆորմացիա է։ Եթե աղբորդ օդ ու ջրի պես պետք է։ Իմացի քո համար ես անում։ Եթե Ավոյի համար ես անում, ուրեմն քո համար ես անում։ Մի բան արա, մեռնեմ կյանքդ։ Լավ, շատ ես ամեն ինչ մի անգամից ուզում։ Մի քիչ համբերի։ Համբերելու չի։ Շատ եմ համբերել։ Անհամբեր զանգիդ եմ սպասում, ճշտի զանգի։ Ոնց կարող է լակոտը ողջ մնար։ Ախր ես վստահ եմ, որ դա չի ապրելու։ Ախր դա պիտի չապրեր։ Հա շանսերը շատ քիչ էին, ախր։ Ախր այդ հրաշքին մենակ Ռաֆն էր հավատում։ Բա որ ապրելա, ուրեմն վիրահատվել է։ Բա այդ դեպքում ով այդ բարեգործը, որ այդքան փող է ծախսել իմ աղբոր երեխի համար, ավո բռնվի, վտանգավոր փուլ ենք մտնում։ Ալո։ Բարի օր, բրատ։ Բարը, ողջույն։ Շունչդ կտրվում է, խանգարեցի։ Ասում էի, հիշել եմ, որ մի ժամանակ սպորտով էի զբաղվում։ Սուս, ես էլ ինչ չեմ ներում այսքան ժամանակ կորցնելու համար։ Ով կներես, ես եմ մեղավոր, որ հիմա չես կարում պարապես։ Մեկ էլ տենց բան չասես։ Ես էլ մինչև դանակը արվելը մոռացել էի արդեն ինչի համար եմ Հայաստանում, բայց ոչինչ, քիչ-քիչ վերականգնելու եմ պարապմունքներս։ Հա, թող մի քիչ էլ անցնի։ Հա, այսօրվանից։ Բայց էլի եմ ասում, քիչ-քիչ։ Թե չէ մամաս ինձ արդեն թոշեկի է ուղարկում։ Տեղը տասագամ։ Դե լավ, որ ուզում ես, արի, միասին ավելի հավես կանցնի։ Բայց իմացի, ով չեմ թողնելու քեզ շատ ծանրաբեռնես։ Եղավ մեծ աղբեր։ Մեծ աղբեր։ Վատը չէր, դուրս եկավ։ Սովա։ Ալո։ Գրիշ, բարև։ Բարև։ Պարզա, վատ տրամադրությամբ ենք։ Ասա ինչ կա։ Ուզում էի խոսայի քո հետ։ Չես նկատել, որ արդեն խոսում ենք բա։ Հեռախոսով չէ։ Ուզում եմ հանդիպենք։ Դու ասա ինչի հետ է կապված, ես կհասկանամ հանդիպենք թե չէ։ Մենք միշտ իրար հետ ազնիվ ենք եղել, Գրիշ։ Հետո
միշտ իրար վստահել ենք։ Հա, հասկացանք հետո։ Կարաս ասես Լեայի հետ ինչա կատարվում։ Էլեն ջան կարող է Լեային պետք է զանգեր, սխալվել ես ինձ ես զանգե։ Գրիշ, դու գիտես ես ինչ նկատի ունեմ։ Լեան վատ վիճակում է ու մերժել է Լեոին։ Բայց չեմ հասկանում, քեզ ասում ծանրաբեռնված է գլուխս, դու էլի զանգել ես քո հարցերով ծանրաբեռնես։ Ասա իմանամ ինչա կատարվում, խոստանում եմ գաղտնի կպահեմ ու չեմ ասի որ ասել ես։ Ուղղակի ուզում եմ օգնեմ Լեային։ Այս քո մտածելով զանգել ես խոսք քաշես, հա, փաստորեն։ Դե ասեմ իմացի Լեային ոչ մեկ չի կարող օգնել, սենց հարց չի, որ ինչ-որ մեկը օգնի իրան։ Ամեն դեպքում պատմի ինչ ա եղել։ Լավ, մի խոսքով խառնեմ դուրս եմ գալի, հեսա կզանգվենք հետո։ Ճանապարհին կնոջը տեսա։ Դիանի խի ես ասում որ Մի կերպ իրան քաշ տալով տանում էր։ Խփեր կարևորը գնացել է այստանից, կարակ հանգիստ շունչ քաշեք արդեն։ Դա մենք իր ներկայությամբ ենք հանգիստ շունչ քաշում տղա ջան։ Գիտես հետաքրքիր է որ նա որ տակլոր եկավ էստուն ու երկու չամպրոկով գնաց։ Պապ ջան, ինչ ես ուզում է։ Դե ուզում եմ ասեմ շահած դուրս եկավ էլի։ Թե չէ այդքան շոր իրանով էր առնելու։ Լավ լուրջ չգիտեմ ինչ ասեմ արդեն պապ։ Դու էլ ոնց որ շատ ես սքի մեջ։ Այդքան սրտի դարդ էր եղել, գնայր հետևից։ Բարև դու։ Բարև ներ։ Ես ինչ լավանակ են կարարեցիր։ Քո համար հաց եմ բերել, որ ընդմիջում անես։ Հարպետ չէր նեղություն քաշել։ Թավ, ընդհանրապես նեղություն չի, ես մեծ սիրով եմ արել։ Դե լավ, ուրեմն իր այդ ուտեմ։ Չէ, ես շատ կերած եմ։ Մենակ չեմ ուտելու։ Թավ, այնենց հավեսով ու սիրով էիր գործանում։ Դե որովհետև մանկուց ես ամեն ինչի մեջ եմ։ Հիմա գիտես ինչ եմ մտածում, արե։ Բայց քանից հետո ես ոնց եմ աշխատելու։ Վերցրու։ Ոնց է։ Անմահական է դավ։ Դավ գիտես ինչ էի մտածում։ Լասա։ Ինչի քո սեփական հացաբուլկեղենի փուռը չես բացում։ Որովհետև այդքան փող չունեմ։ Դավ բանկից կվերցնենք։ Բայ լավ էլի նարե։ Ինձ ոչ մի բանկ այդքան փող չի տա։ Դավ իմ անունով կվերցնենք։ Նարե, մի շարունակի։ Դավ, պապայինք շատ են իմ անունով գործարքներ արել։ Հենց որ իմ վարկային պատմությունը իդեալական է։ Նարե, արի փակենք այս խոսակցությունը, լավ։ Դավ, ես հասկանում եմ, որ դու չես ուզում ռիսկի գնաս, բայց հաջողության հասնելու համար պետք է ռիսկի դիմես։ Դավ, ես քեզ կօգնեմ, ու ես արդեն պատկերացնում եմ իրար հետ ինչ հավես բիզնես կդնենք։ Դավ, ասա որ կմտածես ասածների շուրջ։ Լավ, կմտածեմ։ Ապրես։ Դավ, բայց մի հատ էլ կսարքես։ Նարե, ինչքան ուզես, այս սա հացերը քոնն են։ Ինչի դու սրանեիր արժան իմանան։ Այս էր քո երազած կյանքը։ Ամուսնացած բաժանվածի պիտակներ քեզ պետք։ Պապի այնքան ուրախ եմ, որ եկել ես։ Ճիշտ է, պապի ջան, շատ լավ ես արել որ եկել ես։ Բա Լեոյին կուրեն չեն գալու։
Էնպես չի, որ ես հարսանիք եմ եկել։ Իրանք էլ ինձ։ Բա ինչի համար ես եկել։ Եկել եմ քեզ վերջին անգամ զգուշացնել, որ մեծ սխալ ես դու տալիս։ Ասա եկել ես բախտներիս վրան քարկցես, էլի։ Գրիշ սուս։ Ինչ է սուսմանան։ Պապը տես ազիզորով եկել է հարամի։ Ասեմ իմանաս, ճակատագրական սխալ ես դու տալիս։ Բայց ես գաղութ եմ, որ ես սխալ լինեմ։ Ու դու երջանիկ լինես։ Ես ինչ է։ Կներես, պապ։ Ավարտվեց ամուսնական կյանքը։ Հա։ Գնացի։ Իրերս հավաքեցի եկա։ Ես ինչ ես հավաքել եկել։ Հա, ես երկու ճամպրուկ Փալաս Պոլոսի համար բոլորիս ուրացար, հա, ընտանիքը, հարազատների, հա։ Պապի, ես ուզում եմ իսկապես երջանիկ լինել ու լավ ընտանիք ունենալ։ Ոչ դու գիտես ինչ բան ընտանիքը, ոչ էլ նա, ում հետ ուզում էիր լավ ընտանիք ունենալ։ Գիտեմ, պապի։ Ոչ մի բան էլ չգիտես։ Ընտանիքը գիտես որն է։ Էն որ մի օր տխուր ես, մի օր շատ ուրախ, էն որ մի օր կուշտ ես, մի օր սոված, էն որ մի օր առողջ ես, մի օր էլ հիվանդ։ Ճիշտ ես։ Ես երևի պատրաստ չէի։ Իհարկե պատրաստ չես։ Դու հիմար, նա սրիկա։ Էլ ընտանիքի մասին խոսք չասեմ, դա ընտանիք չի։ Չէ, բալես, ենտեղ մի կարգին մարդ չկա։ Հիմա ինչ էլ ասես հասնում է ինձ։ Ես պիտի լսեի քեզ։ Սխալը սխալի վրա ես գործում։ Ինչի թույլ տվեցիր քեզ մինչև վերջ ստորացնել։ Ինչի համար։ Սրանք էլ հավաքել եկել ես, որ ինչ։ Պապի, սրանք իմն են։ Նրանց փողով գնված ոչ մի բան քոնը չէ։ Ուրեմն լսիր ինչ եմ ասում։ Տաքսի կանչիր, ու ես բոլորը ուղարկիր իրանց, ու չհամարձակվես ինձ հակաճառել։ Հա, պապի, բայց իմ ասած հասցեով։ Ինչ հասցեով ուզում ես ուղարկիլ միայն թող մակունցներին հասնի։ Զանգի տաքսի կանչի։ Ռավ, եկել եմ ասեմ դու ճիշտ էիր։ Հա դե, դու սովոր ես չէ, որ միշտ ճիշտ ես ելնում։ Դե դու հավատում էիր տղուտ ապրելուն։ Ռավ, ես Մոսկվա չեմ գնացել։ Փողն էլ չեմ տարել։ Բայց մեկ է, տղետ ապրել է ցավը տանը։ Տենց մի հատ խոսք կա, չէ, որ ասում են մարդը ճակատին ինչ գրվում այն էլ լինում է։ Տեսար, որ ընելու բանը լինում է։ Ախպեր ես,
ճիշտն ասած հաշված ժամեր էին պետք տաղուտ գտնելու համար։ Որովհետև ես կոնկրետ հիշում էի հիվանդանոցի տվյալները։ Բայց ես 20 տարի շարունակ մատս չեմ տվել իրան գտնելու համար։ Բայց հերս տարիներ շարունակ տանջվել, տառապել, անքուն գիշերները անցկացել տաղուտ գտնելու համար։ Ռավ։ Ներողություն, բայց ես հիմա էլի որդու չեմ բացահայտելու ախպերս։ Իմ պլանները ուրիշ են ցավը տան։ Սիշտա անդաղ ես իշնում։ Իջել եմ։ Կարող բարձրանանք վերև։ Չէ, լավ է։ Նենց զանգեցիր, մտածեցի ինչ-որ բան է եղել։ Եղել է նենց է։ Ինչ։ Արցեր մի տուր էլի։ Մենք 20:00 ամրագրում ունենք, նշանակում է 20:20, պետք է նախուտեսները սեղանի լինեն, մեկ էլ անպայման կզգուշացնես, որ այս ծաղիկները ամբողջ չջրեն։ Ու այսօր պարտադիր երեկոյան։ Անպայման։ Ազատ ես։ Ինչ ուրախ եմ, որ ես տես։ Զբաղված ես, թե կարող ենք խոսել։ Չէ, արի։ Եթե ինձ ընկերակցես, որ միասին հաց ուտենք, շատ ուրախ կլինեմ։ Ես սոված չեմ։ Այսինքն դեռ նեղացած ես։ Եթե ձեզ թվում է, որ որոշ ժամանակ հետո նեղացած վիճակս անցնելու է հետ կամ տուն, ապա չարաչար սխալվում եք։ Նիհարել ես։ Ու այս վիճակն ինձ տանջում է։ Տանջվում եք, սենց չվարվեիք հետս, մամ։ Լեա, ինչ եղել է, այդ անցյալում է։ Մաման նենց ես խոսում, ոնց որ ինչ-որ բաժակ է կոտրվել։ Կարևորը անցյալում է եղել։ Ես նկատի ունեմ, որ ոչինչ փոխել չենք կարող։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ինձ մանրամասն պատմի, ոնց է պապան սպանել Լեոյի հորը։ Այդ քեզ ինչ կտա։ Ուզում եմ հասկանալ անհասկանալին։ Ուզում եմ ինչ-որ հույս ունենալ, որ պապան այդ ստիպված է արել։ Ճիշտ չի լինի հորը տուղես այդ հարցերը։ Պարզ է արդեն։ Եթե մեղավորությունը հորինս չլիներ, հիմա առանց իրար հերթ տալու պատմել էիք ինչ ա եղել, ոնց ա եղել։ Մինչդեռ պապան էլ հրաժարվեց ինչ-որ բան պատմել։ Տիկին Նինա, դրսում ռեստորանի հարևանությամբ խնդիր ունենք։ Էս ինչ է։ Տաքսու վարորդն իջեցրեց։ Էս մեր տեղ ճամբրուկներն են։ Սիրով նվիրում եմ մակունցներին, թքած ունեմ այն ամենի վրա, ինչը գնվել է ձեր գումարներով։ Ասա թող գան սրանք հեռացնեն, միջև գան տանեն։ Լավ։ Կապը կտրածը գիտի կարող են սենց վարվել ու կմարսի։ Տարիներ հետոյից չեք հանգստանում, էլի։ Դիպչացնեք ես մարդկանց կյանքում։ Չեմ հասկանում դու ում կողմից ես, մեր թե իրենց։ Շատ ավելորդ հարց ես տալի, մամա։ Գնաչդ հետ ունեցած խնդիրների պատճառով մտածում է այլևս չենք տեսնվի։ Իրականում կնիկս իրան շատ վատ պայեց։ Ինքը ինձնից չպետք է հեռանար։ Իրականում ես էլ եմ մեղավոր, եթե ես չզանգեի։ Հա զանգել ես, ինչ անենք։ Ինքը պետք է ֆայմ էր, որ դու իմ կյանքում ժամանակավոր մարդ ես։ Ոչ ես նեղվում, որ սենց եմ արտահայտվում։ Չէ, իրականում չեմ նեղվում, որովհետև իմ կողքին դու պարտականություններ չունես։ Ասեմ ավելին, դու իմ կողքին պետք է վայելես ազատությունդ, ինչպես որ ես։ Բա ինչի համար ես տենց անում, որ։ Իսկ ինչ եմ անում։ Դե իմ քմահաճույքներն ես տանում օրինակ։ Իրականում քո չէին, որովհետև ես ինձ սիրում եմ երես տալ։ Եթե ինչ-որ մի բան սիրում եմ, ինձ պետք է լինում, ես սիրում եմ, որ այդ ամենը իմը լինի։ Իսկ այս դեպքում դու միակն ես, ով իմ մեջ այսքան հետաքրքրություն առաջացրել։ Այդ լավ է, որ միակն է, բայց տենց վեշի պես է մի արտահայտվի, էլի իմն ես այս կոմենքում։ Լավ, իսկ ինչի եմ իջել։ Տեղ պետք է եթանք։ Ուր։ Քո համար տարբերություն կա ուր։ Իրականում ոչ։ Շատ լավ, դեք էլ գնանք ավտոյի մոտ, մեծ ճանապարհին եմ մտածի
Ինչ պետք է անես, որ երկուսից տրամադրությունն էլ բարձրանա։ Դե պարզա։ Դու որ զանգերից չպատասխանես, կինդ էլ իրեն ինչ ասես թույլ կտա։ Ասա թանկս։ Կարող է իմանաս տղատուրը։ Դե երևի կնոջ տնից գնալը ծանր է տանում։ Տանը չի կարողանում մնա։ Գիտես այդ մանանն ինչ արել։ Ճամբրուկներով հագուստներ ուղարկել է ռեստորան։ Ոնց։ Փաստորեն եկավ այդ քրչուփալը իրաստեղից հավաքեց, որ ուղարկի ռեստորան։ Ես ինչ որ բան եմ բաց թողել։ Հա, մոռացել էի ասեի։ Հարցը եկավ այս անգամ արդեն ճամբրուկներով ճանապարհ ընկավ։ Ուրեմն տղա այդ գտիր։ Ասա թող գա կնոջ իրերը տանի, քանի ես այստեղ խայտարակ չեմ եղել։ Ջան, ավո ջան, ցավը տանը, ոնց որ դրախտում լինես, քուրս գիտես, չէ, ես սենց էլ ինձ պատկերացնում եմ դրախտում, Միայն թե դուք ելվի մեդում եք, բայց հաճույքն է դրախտային, ցավը տանեմ, հաճույքը, հրեշտակների ներկայությունն եմ զգում, ինձ կներես, կարող ենք 5 րոպե ընդմիջել, Շնորհակալ կնեմ, հրեշտակ ջան։ Ալո, ասա տենում ինչ կան նորությամբ ես զանգել։ Ստացար տվյալները։ Ինչ տվյալներ։ WhatsApp-ից ուղարկել եմ այդ կնոջ այդ բժշկուհու տվյալները, ով որդեգրել է աղբորը երեխուն։ Այսինքն։ Ու ասեմ, որ իրենք Հայաստանում են։ Հայաստանում ինչ գործ ունեն։ Այդ մեկը պարզել դժվար կարողանամ։ Շնորհակալ եմ, ցավը տանեմ, հայրենիքը երբեք չի մոռանա քո ծառայությունը, ապրես։ Ալո, բարև ձեզ, ներողություն, տիկին Օլգայի հետ եմ խոսում։ Այդ սպասվածից լավ մարզավիճակում եմ։ Աման, այնցով որ կողքից նայում էի, չէի ասի, որ թոշակ ես գնացել։ Ինչ թոշակ։ Մա չի իմացար, բավը ուզում էր թոշակի գնար, են էլ տիկին Օլգան չթողեց։ Լավ, ինգերես որ քո տրամադրած լավ է, հետա մեզ պետք է միշտ իմացի։ Հա, դե բա ինչ էի անելու Սաղիկ ջան, չի ողբալու, չեմ թողելու ինձ օգտագործեն։ Չեմ կարծում պատահականությունը իրաց տեղ լինելը։ Դա մոտենաս։ Չէ։ Աստված ջան, չեմ ունելու, չեմ ասելու։ Ես կարող պետք է չասեի։ Չէ, ինչի։ Մեկ էլ տեսար բարիշեցին։ Նենց ագրեսիվ գնաց այդտեղից բարիշելի հոտ չեմ առնում ես։ Ուզածդ ինչ է Լեա։ Հարց տվեցի ինչ է ուզածդ Լեա։ Մի գոռա։ Ճնշում ես, չես հասկանում։ Աղջիկ ջան, դու էլ ինձ ես ճնշում, պոչից նստելով։
է ձեզ։ Երևի դուք են առաքիչն եք, հա, որ զանգեցիք։ Դուք էլ տիկին Օլգան եք։ Բայց ոնց տեսնում եմ, առաքանին չունեք ու ճիշտն ասած դուք էլ առաքչի տեսք չունեք։ Ճիշտ եք, որովհետև ես առաքիչ չեմ։ Չհասկացա։ Հետ դեպքում ինչ գործ ունեք ինձ հետ ու ով է ձեզ իմ հեռախոսը համարը տվել։ Ավետիք Սարգսյան, կարճ ասած Ավո։ Կներեք, բայց ձեր անուն ազգանունը ինձ ոչ մի բան չի ասում։ Ես Մարկի հոպարն եմ։ Ես ոչ մի մարդ չեմ ճանաչում։ Կարծում եք իմաստ կա խաղալու, երբ հանդիսատեսը չի հավատում ձեր խաղին։ Լսի, ինձ գրողի ծոցն ես ուղարկում, հետո էլ սկսում ես հետևիցս պտտվել։ Եթե գիժ ես, ասա իմանամ։ Իսկ ով ասեց, որ ես քեզ հետևում եմ։ Տենց դեբիլի տպավորություն եմ թողել մոտդ Լեա։ Քեզ ով խնդրեց ինձ մոտենալ։ Թե հիմա քաղաքի որ մասում տեսնես մտածելու ես քեզ եմ հետևում։ Սրանից հետո աշխատի քաղաքում նենց տեղեր պտտվես, որ ես քեզ չտենամ, կամ էլ դու ինձ։ Դրանով ինձ մեծ լավություն արած կլինես Լեա։ Ահագին թուլացանք։ Հա, մեզ ոչինչ ապրես։ Քիչ-քիչ կնոջդ կմոռանաս։ Ես ուզում եմ հասկանամ առաջարկա, թե սրտի ցանկությունն ես բարձրաձայնում։ Հասկացիր ոնց ուզում ես։ Շատ ինքնավստահ ես, գիտես։ Դե որովհետև գիտեմ կյանքից ինչ եմ ուզում։ Մոլոջոց, այս տարիքում շատ քչերը գիտեն ինչ են ուզում ապրես։ Իրականում տարիք հետքան էլ կապ չունի։ Մարդիկ մինչև 90 տարեկան ապրում են ու այդպես էլ չեն հասկանում կյանքից ինչ են ուզում։ Ոչինչ։ Կգնա անդը կհասկանա։ Ուր։ Գցվեմ մի քիչ։ Կարող է դու եմ իանաս։ Լողազգեստս հագնեմ։ Ապապ։ Ուր ես արա։ Ապահով ձեռքերում։ Ապահով ձեռքերում հայտնվելուց առաջ մեզ էլ ապահովագրը իր կնոջից հետ։ Ինչ ա եղել որ։ Կինդ փալասները հետ ա ուղարկել։ Ոնց եկել է։ Չէ, փալասներն ա դրել տաքսի ուղարկել։ Մորդ մոտ ռեստորան։ Լրիվ ա քժվար է դի։ Ասեք ոնց եք ինձ գտել ու ինչ եք ուզում։ Նախ ինձ պետքա որ դուք չհուզվեք, եթե պետքա ջուր բերեմ։ Ես իմ տան մեջ եմ, եթե պետք լինի կարող եմ ինքս ջուր խմել։ Ավելի լավ է ասեք ինչ եք ուզում ու արագ հեռացեք։ Ցավը տանը մի քիչ հանգիստ էլի, սենց արագ չի։ Մանավանդ որ իմ ու ձեր միջև տարիների լիքը ասելիք կա։ Ձեր կողմից իհարկե չգիտեմ, բայց իմ կողմից ասելիք չկա։ Չէ, ուղղակի գժվել կարելի է։ Դուռը բացում ես ու դիմացը տանձանոթ մեկն է կանգնում ու խոսում է տարիների ասելիքից։ Ձեր երեխեն, որին տվել եք Վլադիմիր անունը, իմ աղբոր երեխեն է Մարկը։ Արի դերից դուրս գանք, որ մեր խոսակցությունը ունենա իր նպատակը էլի։ Ահա մի բան էլ ասեմ, սկզբի համար, ուրիշ չեմ եկել երեխուն տանելու, դա իմանաք, որ մի քիչ թուլանաք։ Ով եք դուք։ Ես ձեր գոյության մասին անգամ գաղափար չեմ ունեցել։ Ու ով է ձեզ իմ տվյալները փոխանցել։ Ինքս եմ գտել։ Իսկ չէիք կարողանում այն ժամանակ գտնեիք, երբ որ տղես հիվանդանոցում պայքարում էր կյանքի համար։ Չէ, չէի կարողանում։ Ոնց կարողանայի, որ լիքը պարկ ու պահանջներ կար ուսերիս։ Չէի կարողանում գալ մեր երեխու հետևից։ Չէ, սա ուղղակի խաղ է։ Եթե ես ինչ-որ մեկին ճանաչել եմ, դա եղել է Վովայի հայրը։ Ես էլ այդ հոր աղբերն եմ էլի ցավը տանում, որ պետքա գայի երեխու հետևից։
բայց փող չունեի, չէի կարողանում։ Ու հետն էլ գիտեի, որ երեխան մահացել է։ Սուտ։ Ձեր հայրն ինձ ասել է, որ բազմիցս երեխուն ման են եկել ու չեն գտել։ Ճիշտ է, Մոսկվա գնացել եկել են, բայց մեկը երեխու հետքին դուրս չեն եկել։ Իսկ դուք եկել ստեղ կանգնել եք ու ասում եք, որ երեխու տեղը գիտեիք, բայց փող չունեիք, որ երեխուն մոտ գայիք։ Հիմարությունը ուղղակի ձեր ասածը։ Մի րոպե ցավը տանեմ։ Այդտենց արագ առաջ մի վազ է, վտանգավոր է, մի հատարի հասկանանք իրար։ Հորս որտեղից դու գիտես։ Մամ։ Բարև ձեզ։ Մամ Լեոյի հոպարը ինչ գործ ունի մեր տանը։